Չինարին սահմանապահ գյուղ է, որը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի անվտանգության համար։ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ սեպտեմբերից կփակվի այս գյուղի 91 աշակերտ ունեցող դպրոցը եւ երեխաները պետք է գնան կողքի գյուղ ուսումը շարունակելու։ Կանխեք այս հանցագործությունը, գնացեք ընտրության, ասել է Արամ Մանուկյանը։ Տավուշում փակվում է 14 դպրոց, 14 գյուղի միակ դպրոցները փակվում են, որոնցից 8-ը սահմանապահ են։ Այսինքն 8 սահմանամերձ գյուղերի դպրոցներ փակվում են Տավուշի շրջանում եւ այդտեղ ապրում է մոտ 13000 մարդ։ Գյուղական բնակչության 17%-ը, որոնց դպրոցները փակվում են, կազմում են այս 14 գյուղերը։ Ուզում եմ հարցնել այս փակողներին, ինչով եք մտածել, որ այս ձևի գյուղը սահմանամերձ եւ մնացած 8 գյուղերը պետք է ոչնչանան ձեր որոշումների արդյունքում։ Գյուղը ոչնչանում է, երբ որ արդեն դպրոցում աշակերտ չկա, դպրոցը փակվում է։ Նայեք ինչ շքեղ վերանորոգած նորմալ դպրոց է։ Հարցնում եմ, ինչի եք փակում այս դպրոցը։ Սահմանամերձ գյուղը ոչնչացնելու ծրագիր ունեք։ Ժողովուրդ, դե գնացեք ու քվեարկեք այս դպրոցը փակողներին։